Նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ արդյունավետ երկխոսություն ունենալու համար նախ անհրաժեշտ է հասկանալ մյուս կողմի մտածողությունն ու դիրքորոշումը։ Նրա խոսքով, թե Հայաստանն թե Ադրբեջանը ցանկանում են, որ հակամարտությունը վերջնականապես փակվի, կողմերը հստակեցնեն ապագա հարաբերությունների հիմքերը։ Ադրբեջանական կողմն ուզում է, որ առաջիկա տասնամյակներում որևէ երրորդ ուժ չկարողանա նորից բախում հրահրել երկու նախկին խորհրդային հանրապետությունների միջ։ Դա է նրանց հիմնական մտադրությունը, նշեց Սիմոնյանը, անդրադառնալով Բաքվի հնչեցրած նախապայմաններին։ Սիմոնյանի խոսքով, ադրբեջանական ընկալմամբ Հայաստանը շուրջ 30 տարի վերահսկել է իրենց տարածքի մոտ 20%-ը։ Եթե ուզում ենք իրական երկխոսություն, պետք է տեսնենք, թե նրանք ինչպես են ընկալում պատմությունը։ Նրանց պատկերացմամբ միջազգային բախումների ֆոնին Խորհրդային Միության փլուզումը դարձել է երկրորդական, իսկ հայկական ուժերը ռուսական աջակցության շնորհիվ գրավել են իրենց տարածքի մի մասը։ Մենք կարող ենք չհամաձայնել այդ պնդման հետ, բայց պետք է գիտակցենք, այդպես են նրանք տեսնում իրավիճակը։ Ես ներկայացնում եմ ոչ թե իմ գնահատականը, այլ այն ընկալումը, որը շրջանառվում է նրանց շրջանակներում, ասաց Սիմոնյանը։